Քննչական կոմիտեում ավարտվել է ներքին գործերի նախարարության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության բաժնի պետի կողմից բռնություն գործադրելով ծառայողական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ նախաձեռնած քրեական վարույթի նախաքննությունը։ Հիմնավորվել է, որ համայնքային ոստիկանության գլխավոր վարչության բաժնի պետը 2024-ի նոյեմբերի 21-ին բռնություն է գործադրել ակումբի հաճախորդի նկատմամբ, որից հետո ակումբի աշխատակիցներին ու հաճախորդներին հրահանգել լքել տարածքը, այդ կերպ խոչընդոտելով ընկերության բնականոն աշխատանքը, նաև բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցրել ակումբի երգչուհու նկատմամբ, հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Հակակոռուպցիոն կոմիտեն հիմնավորել է, որ 2010-ից 18 թվականներին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության պետի պաշտոնը զբաղեցրած անձը չարաշահել է պաշտոնեական լիազորությունները, կատարել պաշտոնեական կեղծիք, օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը։ Նա մասնավորապես մեղադրվում է 140 միլիոն դրամի ապօրինի գույքն օրինականացնելու մեջ։ Հունվարի 3-ին Կայք գյուղում ձերբակալվել է Երևանի բնակիչ 41-ամյա մի տղամարդ, նա 2005-ի սեպտեմբերից հետախուզվում էր գողության փորձի, սպանության փորձի, պետական սահմանն ապօրինի հատելու, կողոպուտի փորձի, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու մեղադրանքներով։ Հունվարի 2-ին 59-ամյա մի քաղաքացի հաղորդում է ներկայացրել, որ Լենուղի գյուղի իր բնակության հասցեներից գողացել են իրեն պատկանող 6106 մակնիշի ավտոմեքենան։ Կարճ ժամանակ անց Հարմավիրի մարզի գումարտակի պարեկները Միասնիկյան գյուղում կանգնեցրել են հետախուզվող ավտոմեքենան, պարզվել է, որ վարորդը Լենուղի գյուղի 30-ամյա բնակիչ է, նա ձերբակալվել է։ Դեկտեմբերի 31-ին Զառիթափ բնակավայրի 3-րդ փողոցում ապօրինի որս կատարելու կասկածանքով ոստիկանները կանգնեցրել են 46-ամյա տղամարդու վարազված 2121 մակնիշի ավտոմեքենան, հայտնաբերել են որսած 6 վայրի խոս, ողոկրափող որսորդական հրացան եւ ակոսափող հրացան։ 46-ամյա վարորդը ու 40-ամյա ուղևորը ձերբակալվել են։ Դեկտեմբերի 29-ին Բաղրամյան պողոտայում զենք զինամթերք սառը զենք պահելու, կրելու, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու եւ օգտագործելու կասկածանքով ձերբակալվել եւ Lexus մակնիշի ավտոմեքենայով բաժին է տեղափոխվել 42-ամյա մի բնակիչ։ Անձնական խոզարկությամբ տղամարդու մոտ հայտնաբերվել է 8 փամփուշտով լիցքավորված Մակարով տիպի ատրճանակ, 2 դանակ, 5 գրամից ավելի բուսական զանգվածով գլանակ, մոխրացած հետքերով 2 գլանակ, սերմերով ու բուսական զանգվածով 2 փաթեթ։ 42-ամյա վարորդը ավտոմեքենայից ներկայացրել է 16 գնդիկներով լիցքավորված օդաճնշիչ ատրճանակ, գազային բալոն, 2 դանակ եւ ինքնաշեն թուր։ Հունվարի 5-ին ահազանգ է ստացվել, որ Մեղրաշեն բնակավայրում տանտանիք է այրվում, հրշեջ փրկարարները մարել են կրակը, տուժածներ չկան։ Հունվարի 6-ին ահազանգ է ստացվել, որ Օձուն գյուղում այրվում է անասնագոմ։ Հրշեջ փրկարարները գյուղի 4-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող անասնագոմի տանիքի կրակն են մարել։ Հունվարի 6-ին ահազանգ է ստացվել, որ Մամիկոնյանց փողոցում ավտոմեքենա է այրվում, փրկարարները մարել են բեռնատար Mercedes մակնիշի եւ հարևանությամբ կայունված BMW մակնիշի ավտոմեքենաներում առաջացած կրակը։ Մեքենաները դարձել են ոչ շահագործելի, տուժածներ չկան։ Հունվարի 4-ին Երևանի Թամանցիներ փողոցում ստուգման նպատակով պարեկները կանգնեցրել են Opel մակնիշի ավտոմեքենա, որի վարորդ Սյունիքի մարզի բնակիչ 44-ամյա Արեգը գտնվել է ոչ թափ վիճակում, պարեկներին ներկայացրել կեղծ վարորդական իրավունքի վկայական ու հայտնել, որ հանդիսանում է փրկարար ծառայության աշխատակից եւ ներկայացրել կեղծ ծառայողական վկայական։ Նա ձերբակալվել է։ Հունվարի 6-ին Ռոստովյան Մուրացան փողոցների խաչմերուկում բախվել են Տեսլա եւ Mercedes մակնիշի ավտոմեքենաները։ Տեսլան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել խաչմերուկում տեղադրված երկաթեսյանը, Mercedes-ի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց։ Հունվարի 5-ին Ծովագյուղ շորժա ավտոճանապարհին բախվել են Mitsubishi Outlander մակնիշի եւ դի տեղափոխող Mitsubishi Grandis մակնիշի ավտոմեքենաները, մեկ ուղևոր տեղափոխվել է հիվանդանոց։ Հունվարի 5-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են Mitsubishi, Mercedes եւ Lada մակնիշի ավտոմեքենաները, որոշ ժամանակ անց նույն վայրում մեկ այլ Mercedes մակնիշի ավտոմեքենա հայտնվել է ձնակույտերի մեջ։ 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Հունվարի 5-ին Երևան-Սևանի-Ջևան ավտոճանապարհին բախվել են Տավուշի մարզի բնակիչներ 33-ամյա Արայիկի վարած Nissan Quest եւ 72-ամյա Թորնիկի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենաները։ Վարորդներից Թորնիկը եւ ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։